ըստ մամուլի հրապարակումների վեճ է եղել, ինչով էր պայմանավորված երկարամյա ոստիկանապետի Ես քիչ առաջ էլ նշեցի, որ կադրային փոփոխությունները նախարարության համակարգում բնական են, որոշակի ժամանակահատված հետո հատկապես, երբ որ անձը կոնկրետ պաշտոն է զբաղեցնում, տրամաբանական է, որ կարիք կա փոփոխության, եւ այս դեպքում եղել է հենց այդպիսի որոշում, այսինքն գնահատել ենք, որ կադրային փոփոխությունը այս պահին տվյալ պաշտոնի համար կարևոր կլինի, որպեսզի ոչ թե այն տրամաբանությունը նկատի ունենալով, որ ինչ-որ մի բան վատ է կամ չգիտեմ ինչ-որ մի բան չի գնահատվել կամ չի արժևորվել պարոն Հովհաննիսյանի աշխատանքը, բնավ ոչ, այլ հակառակ տրամաբանությունն է եղել, որ որոշակի ժամանակահատված հետո պաշտոնատար անձի փոփոխությունը կարող է դրական փոփոխություն նաև բերել որոշակի մոտեցումների հարցում, նոր շունչ հաղորդել աշխատանքներին, նոր մոտեցումներ ձևավորել, նոր մեթոդներ ձևավորել, սա հերթական փոփոխությունը կարող ենք դիտարկել, ես գնահատում եմ պարոն Հովհաննիսյանի աշխատանքը, բարձր գնահատականի արժանի աշխատանք է, որովհետև կյանքի մեծ մասը նվիրել է ոստիկանության համակարգին եւ սա որևէ ձևով անձնավորված ընդունել չի կարելի եւ ասեմ նաեւ որ այն բոլոր փաստարկները կամ այն բոլոր մտքերը, որոնք որ մամուլում տարածվում են, դրանք բոլորը բացարձակապես չեն հաղորդակցվում։ Նախարար, իսկ կոնկրետ ինչ ոլորտն եք ուզում փոփոխությունները, բարեփոխումներին, ինչ ոլորտում եք ուզում զարգ տալ, որ կադրային փոփոխություններ պետք է։ Ասեմ, որ ներքին գործերի նախարարության համակարգի տեսանկյունից բնականաբար ռեֆորմային ուղղությունները բոլոր ուղղություններին են վերաբերում, թե ոստիկանությանը, թե փրկարար ծառայությանը, թե միգրացիա եւ քաղաքացիության ծառայությանը։ Դուք նկատել եք, որ մենք ունեցել ենք նաեւ միգրացիա եւ քաղաքացիության ծառայության պետի փոփոխություն, սա եւս իր դրական շունչն է բերել, այսպես ասեմ, աշխատանքների, բայց դա չի նշանակել, որ օրինակ չի գնահատվել պարոն Ղազարյանի աշխատանքը տվյալ պաշտոնում, հակառակը պարոն Ղազարյանը ունեցել է առաջ խաղացում։ Ես պարոն Հովհաննիսյանի աշխատանքը բարձր եմ գնահատում, Նարեկ ջան, եւ ես սա նշել եմ թե իր հետ մեր քննարկման շրջանակներում եւ թե նաեւ նորանշանակ պետի ներկայացման ժամանակ։ Տիկին Սաքսյան, բայց ինչու այնքան նեղացած գնաց, որ անգամ ավանդույթ է չհարգեց եւ չեկավ նոր պետի նշանակմանը մասնակցել։ Այդ ինչ հարգելի պատճառ էր, որ ըստ էության այդպես է մնաց հանելուկ բոլորին։ Պարոն Հովհաննիսյանը ըստ արարողակարգի պատշաճ կերպով ծանուցվել է եւ հրավիրվել է նոր ոստիկանապետի նշանակման միջոցառմանը, բայց հարգելի պատճառով չի կարողացել ներկայանալ, իսկ մնացյալ հարցերը կարծում կարող եք ուղղել պարոն Հովհաննիսյանին։ Հիմա քաղաքացիական պայմանագիրը մի նախագիծ է հեղինակել, որը վերաբերում է ծառայությունից այդ գումարի վճարի դիմաց ծառայության ժամկետները կտրուկ կրճատելուն։ Քաղաքացիական պայմանագրից ասում են, որ կոռուպցիայի նաև մասշտաբներն են այս առումով մեծ, նախագծի հեղինակն է ասում, եւ նաև սա կնպաստի, որ դա այսպես այդ հարցը լուծվի։ Ընդհանուր առմամբ 22-ից մինչև 24-ի 25-ի սկիզբը կա ընդամենը 17 քրեական վարույթ այս բանակից ազատվելու դրվագներով։ Դուք ինչ եք կարծում, արդյոք սա համարժեք պայքար է կոռուպցիայի վերացման համար կոնկրետ այս մասով։ Ես ասեմ, որ նախագիծ թվերն ու հայտարարությունները, որ կոռուպցիան մեծ է, արդյոք համադրելի են ու համարժեք։ Նախագիծը պատգամավորական նախաձեռնությունն է, մեր գործընկերը պարոն Սարգսյանն է ներկայացրել եւ հարակից զեկուցող նստեյության պաշտպանության նախարարությունն է։ Մենք նախագծի քննարկման ժամանակ բնականաբար մասնագիծ ենք եղել, լսել ենք օբյեկտիվ մտահոգություններ։ Ես չեմ կարող ասել, որ ինչ-որ մի լուծում իդեալական է կամ ինչ-որ մի լուծում այլևս քննարկման տեղիք տվող չէ, բայց մի բան կարող եմ հստակ արձանագրել։ Տարիներ շարունակ չի կարելի նույն խնդիրը քննարկել եւ չլուծել։ Պետք է որևէ լուծում տրվի հարցին, այլ է հարցը, թե կոռուպցիոն դրսևորումները բանակից ազատվելու շրջանակներում եւ թե նաեւ բանակի պատշաճ համալրման եւ արժանապատիվ ծառայություն նաեւ ապահովելու։ Ես այն մոտեցմանն եմ, որ ինչ որ մի լուծում պետք է տրվի հարցին, լուծման մասով բնականաբար դեռ ժամանակ կունենա քննարկելու թե նախագծի հեղինակների հետ եւ թե նաեւ կառավարություն ուներ նաեւ որոշակի առարկություններ, որոշակի նոր լուծումներ, որոնք որ պիտի քննարկվեն։
չի նշանակում, որ Այսքանը կոռուպցիայի դեմ պայքարը ձախողում եք եւ այսպիսի մեթոդներ Չի նշանակում։ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ եք։ Մի հարց լիան քայլակը, հետո դուք ու վերջ հարգելի Այ մի րոպե վարչապետի կինը մանկապարտության մասին է խոսել եկեղեցում։ Հետո կտակ ձեր հարցերը։